ընդհանուր ծրագրով կոնցեպտ է առաջարկվում, այսինքն թե ինչ պիտի նախնական կոնցեպտ տանք, բայց վերականգնող ճարտարապետների մեր ամբիոնի, այսինքն մեր գործի համար դեռ շուտ է այդ բանը։ Մենք դրան համապատասխան պետք է անենք մյուս կիսամներից։ Եվ դրա համար մենք ավելի հստակ ինչ պիտի անենք, շատ նախնական Անուշին պետք է խնդրենք, որ ներկայացնի ոնց ենք պատկերացնում, որ ինչեր ավելի գործնական լինի, համագործակցության առումով ինչ կարող է լինել եւ թեմայի օգտակարության եւ արդիականության համար, ինչ կարող է լինել, որ մենք աշխատենք, անցած այցելությունից բավական նյութեր ենք հավաքել, մինչև անգամ վերլուծել ենք եւ մինչև անգամ շերտագրական եւ շատ հարցեր բարձրված են, բայց շատ հարցեր էլ կան, որոնք եւս ուսումնասիրության ենթակա են։ Սա մեկ զուտ sense շատ նախնական, ինչը խոսքը փոխանցել Անուշին։ Մյուս կողմից պարոն Ահատակյանին խնդրել ենք, որ հնագետի հետ համագործակցության, այսինքն բաց թերթիկը ամեն դեպքում պեղման համար հայկական կողմից պիտի լինի, որտեղ օրենսդրությունը այդպեսին միջազգային բաներ, Իտալիան համաձայնվել է Դավիթ Հդավթյան եւ խոսել եմ Վասկո Լասալվիայի հետ, ով փորձում էր նաեւ Հայաստանում որոշ հուշարձաններ, ոչ չէ, կարծես տասնյակ հուշարձանների մասնակից է այդ պեղման ուսումնասիրման հետազոտման համաձայնություն է տվել։ Նախնական նույնիսկ ինքը չէ, մի քանի հոգով պատրաստ են գալ, մեզ կմնա համագործակցության համար համապատասխան գրություններ համալսարանից եւ այդ ծրագրից եթե կարող ենք ֆինանսական մասով մասնակից դարձնենք Ֆիլիպոյի միջոցով Էրազմուս ծրագրին, Ռոսելան եւ Ֆիլիպոն պետք է մեզ օգնեն։ Նու այդ նյութի հավաքագրումը բարդ մանա, բայց իրենց համար շատ ինձ թվում է հետաքրքիր կլինի, ասենք այդ նյութը շատ իրանց տանք, իրանք փորձեն դա ռեֆերատ իրապես անել, էլի ոչ թե ստից, այլ մշակեն։ Ընթացի ուսումնասիրության փոխանցումում վանական համալիրի վիմագրությունների հետազոտում է եւ արխիվային մատենագիտական աղբյուրներից նյութերի հավաքագրումը։ Նախորդ տարի ժամանակ առավելապես կենտրոնացանք վիմագրության տվյալների հետազոտության վրա։ Հիմա կներկայացնեմ ստացած նյութերը, հետո արդեն կանրադառնանք հունվար եւ փետրվար ամիսների համար նախատեսված մեր ժամանակացույցին։ Ըստ ժամանակագրության ներկայացված են վիմագրերը, դիվանհայի վիմագրության բոլոր նյութերը։ Հաջորդիվ արդեն մեր արած լուսանկարները վերևում որոշակի ուղումներ, համառոտ տեղեկություն, վիմագրի տեսակը ըստ բովանդակության, տեղը եւ նկարագրությունը։ Որոշ վիմագրեր հատակագծի վրա նշված են տեղանքը։ Այս վիմագիրը գտնվում է հյուսիսային գավթի ներսում, ինչքան է որ մեզ հետաքրքիր, որ դիվանում գրչանկարը շատ պարզ էր տրված, բայց տեղում նայեցինք, սենց բավականին հետաքրքիր խաչքար էր, որի թևերի տակ արդեն Այս ձեր նկարածն արդեն, հա? Գրչանկարը ես եմ արել։ Հաջորդ փուլերում արդեն աշխատանքի բոլոր վիմագրերի համար, որոնք որ պակասում են դիվանում կամ չեն որոշ չափով թերի են, կամ օրինակ բարձրադիր վայրում են եղել վիմագրերը, ուղղակի նախորդ հետազոտողներով բնական է որ հնարավորություն չի եղել նայել գրելով են արել, արդեն դրոնով լուսանկարելու շնորհիվ կարողանանք շատ ավելի ճշգրիտ ստանալ նյութը բայց դիվանում, բայց մենք որոշեցինք երեքն էլ իրար կողք դնել, որ երևա իրենց տեղը ու ավելի ընդհանուր է։ Ստեղ մի հատ լավ լուր ունենք։ Այս վիմագիրը նշված է, որ գտնվում էր արևմտյան գավթում, դե գավիթը հիմա չկա, քանդված է եւ տեղում
մի բեկոր չափագրեցինք, որը արդեն հետո նայեցինք ոնց եկանք դիվանի նյութերի մեջ, տեսանք այս հատվածն է։ Այդ վիմագրության բեկորը փաստորեն պահպանված է, ու այնտեղ շատ կային վիմագիր բեկորներ, հույս ունեմ, ինչ-որ չափով է վստահ եմ, որ զգալի մեծ մասը կամբողջացնենք հետագայում։ Այս գավիթը կառուցել է Սիրանես Վարդպետը, մի հատ քար է եղել, որի վրա գրված է եղել Աստված ողորմի Սիրանեսի, դա էլ դիվանում նշված է, որ այլևս չկա։ Ու փորձել ենք սքանավորման արդյունքում ամբողջական ներկայացնել, այսինքն ոչ միայն գրությունը պահել աչքի առաջ, այլ նաև ներկայացնել, թե ինքը որտեղ է գտնվում ընդհանուր սրանք հին լուսանկարներն են, որոնք դիվանում են ներկայացված, հաջորդիվ արդեն մեր արած չափագրությունը։ Հաջորդը հյուսիսային գավթի ներսում, սխալը մշի տեղ է, ինքը ես մասում է, արդեն մեր չափագրությունը։ Այս են 3 արձանագրություններից մեկն է, որ մենք միասին ենք արդեն ներկայացրել, 3-ը միասին։ Սա էլ է հյուսիսային գավթի ներսից, կամարի քարի վրա, մեր լուսանկարը և դիվանում ներկայացված է։ Այս վիմագիրը տեղում չկարողացանք գտնել, հետագայում կփորձենք։ Եթե ինչ է ներքևի տան մոտ էլ բավականին Բեկորներ։ հա։ Տարածքում էլի կա։ Եթե մենք այն որ տան մոտ պանդոկի ներքև։ Այո, Այդտեղից մի քանի բեկոր հուսած է կապանակարի։ Սա տապանյա քարի վրայի արձանագրությունն է։ Դրանք արդեն ներքևի Ձայնավորների արձանագրությունն են այս։ խաչոց ծրն է։ Վայրը խաչերի։ Հաջորդիվ հասնենք մատենագրական արխիվային նյութերի ներկայացմանը։ Արխիվներից վերցրել ենք հուշարձանների անձնագրերը, բոլորը ներկայացրել ենք, տվել համառոտ տեղեկություն, որոշ տվյալներ կան, որոնց հետ համաձայնում չենք, նշել ենք, որ կազմակերպ հետագայում արդեն ուղումներ կմտցնենք ավելի հիմնավորված։ Այո։ Պետական ցուցակը հուշարձանների, պահպանական գոտիների համակարգը և արդեն, եթե ճիշտ եմ հիշում, 19-ից ավել գրականական աղբյուր ենք գտել, որտեղ Արատեսի մասին նյութեր կան, բոլորի համար լինկեր ենք նշել։ Բավական հետաքրքիր շերտագրություն է արված Սիոն եկեղեցու շտապների։ Այս ձեր ասած Նույնիսկ այստեղ դիվանի մեջ էլ արդեն ինչ-որ որոշակի շտկումների կարիք է լինում։ Առաջին դիտարկումից ավելին կլինի, եթե արդեն ավելի մանրամասն նայվի տարածքը էլի։ Քարտեզները տարբեր ժամանակաշրջանների մեծ քանակությամբ ունենք արխիվային լուսանկարներ 50-ականներից, 70-ից 80-ականների արված լուսանկարներ, դրանք էլ դրանք ու անցնենք ժամանակացույցին։ Տարիքը դեռ չկան։ Խորապես ուսումնասիրելու համար ներկայացրել ենք, թե ամեն հանդիպմանը ինչ ենք նախատեսում անել։ Հունվարի առաջին հանդիպմանը մատենագիտական և արխիվային նյութերի ներկայացում և քննարկում, հայատար վիմագրության սկզբնավորումը, արատեսվանական համալիրի վիմագրերի գրչանկարների իրականացման առաջադրանք, երկրորդ հանդիպմանը վիմագրերի վերծանության պայմանական նշանները, համառոտագրություն, կցագրություն, փակագրություն, փակագրության մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, քննարկում։